Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Абրամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Երբ որ դուք արդեն կտեսնեք այս տեսագրությունը, հավանաբար Աստծո օգնությամբ մեր մարտական եղբայրության միաբանության 4-րդ հերթական համաժողովը արդեն ավարտված կլինի, որտեղ գիտեք, խոսել ենք դրա մասին, մենք մեր ծրագրերը կներկայացնենք, մեր քաղաքական դիրքորոշումները եւ կխոսանք նաեւ մեր քաղաքական նախագծի մասին, ազգային հեղափոխություն կուսակցության ստեղծման մասին։ Եվ օգտվելով առիթից երևի կներեք ինձ, որ այսօր ես կուզենամ հենց մարտական եղբայրությունից խոսել։ Գիտեք, երբեք մենք sense ասած ինքնագովազդով չենք զբաղվել այս շարքի մեջ էլ, ընդհանրապես էլ ինձ թվում է, հիմնականում մենք խոսել ենք երկրի քաղաքական խնդիրներից, մեծ խնդիրներից, ընթացիկ խնդիրներից, չգիտեմ, լուծումներից եւ այլն, բայց այսօր երևի թե կներեք ինձ, որ ես հենց մարտական եղբայրությունից կխոսամ նաև նրա համար, որպեսզի փորձեմ հիմնավորել, թե ինչու ենք մենք բացի միաբանությունից, բացի մարտական եղբայրությունից, որը մնալու է, չի վերածվելու կուսակցության, նաև ուզում ենք առանձին, ուրեմն կուսակցություն ստեղծել, առանձին ասելով, դե գիտեք, օրենքը պահանջում է, որ եթե քաղաքական process-ներին ես մասնակցում, պետք է կուսակցություն գրանցես, եւ մենք քանի որ այսպես թե այնպես ի սկզբանե էլ քաղաքական ենք, այդ որոշումը կայացնենք, ուզում եմ նաև հիմնավորեմ եւ նաև դրա պատճառով ուզում եմ այսօր մի քիչ խոսամ մարտական եղբայրությունից, մանավանդ վերջերս էլ սեպտեմբերի վերջին, սեպտեմբերին, այսինքն մեր 4 տարին լրացավ, 4 տարին ինչ ստեղծվել ենք 2021 թվականի սեպտեմբերի 2-ին մեր առաջին հրապարակային հայտարարությունը եղավ եւ սեպտեմբերի 26-ին 2001 թվականի եղավ մեր առաջին հրապարակային ոնց որ միջոցառումը հրապարակային, չգիտեմ, ինչ դա կոչենք, ներկայացումը, սարդարապատում արեցինք, դա մենք համարում ենք առաջին մեր ժողովը, որովհետեւ բաց բանում հրավիրել էինք մարդկանց նաեւ եւ ներկայացրեցինք առաջին անգամ մեր մոտեցումները, նաեւ այդտեղ առաջին երթումը տեղի ունեցավ, մենք ունենք նաեւ երթում, դա պարտադիր չի բոլոր անդամների համար, կամավոր է, այսինքն ով ուզում է, բայց երթումը ոչ թե մարտական եղբայրությանն են տալիս, այլ երթումը տալիս են երկրին, Հայաստանին, անկախությանը, կա դա հրապարակված մեր կայքում, եթե հետաքրքրվեք կարող եք նայել, դա ուրեմն արդեն 4 տարի առաջ էր, անկեղծ ասած, ես հետադարձ նայելով հպարտ եմ, իրոք հպարտ եմ, որ մենք կարողացել ենք այս 4 տարին եւ լինել եւ զարգանալ, դրսից հայացքի համար կարող է այդ հպարտությունը մի քիչ տենց հիմնավոր չթվա, բայց իրականում, երբ որ արդեն սեփական փորձից ես հասկանում, թե ինչքան իրոք հավատացեք, իրոք դժվար բան է, ով որ այդ փորձը ունի, կարծում եմ ինձ կհասկանա, ինչքան դժվար բան է ստեղծել կազմակերպություն, դա հələ մի բան է ստեղծելը, բայց նաև կարողանալ այդ կազմակերպությունը տանել առաջ, զարգացնել եւ այն փաստը մենակ որ հենվելով սեփական ուժերի վրա մենակ կամավոր հիմնականում հիմունքներով գաղափարականությամբ գաղափարի շուրջ մարդկանց միավորելով մեծամասամբ կարողանալ դա տարիների ընթացքում տանել առաջ եւ որպես թիմ եւ մնալ եւ կայանալ եւ այդ կորիզը ունենալ մարդկանց դա իսկական շատ դժվար բան է որը ես հիմա եմ հասկանում ինչքան դժվար է այն ժամանակ երբ որ մենք սկսում էինք տեսականորեն պատկերացնում էի բայց չգիտեի թե որքան դժվար եւ ամենօրյա իմաստով դժվար է եւ այդ իմաստով իսկականից ես լավ հպարտ բառը մի քիչ երևի ճոխ բառ կլինի բայց գոհ եմ չափի մեջ գոհ եմ որ այդքանը մենք կարողացել ենք անել եւ իրոք դա մենք ենք արել դա ոչ թե մի հոգի, երկու հոգի, երեք հոգի, այլ իմաստը հենց նա է որ իսկականից մենք կարողացել ենք տարիների ընթացքում կորիզ ձևավորել, որը կարողացել է հասնել դրան, որ արդեն 4 տարի գոյություն ենք, ոչ թե գոյություն ենք, իմ կարծիքով, նաև թեկուզ դանդաղ տեմպով, բայց զարգանում ենք։ Ամեն դեպքում ես ուզում եմ գալով ակունքներին նախ մարտական եղբայրության։ Ես հասկանում եմ, որ շատերը իհարկե ծանոթ եք, բայց շատերն էլ գուցե անծանոթ են կամ չգիտեմ, ուղղակի լսել են կամ այդքան ուշադիր չեն եղել։ Հենց ի սկզբանե մեր առաջին իսկ հայտարարության մեջ մենք ասել ենք, որ մենք քաղաքական ենք։ Սա ես նաև շեշտում եմ, որտեղ անունը հաճախ մարդկանց կարող է մի քիչ տենց սխալ տպավորություն թողնի մարտական եղբայրություն, մենք ռազմամարզական կառույց երբեք չենք եղել։ Մենք ունեցել ենք առանձին ռազմամարզական գործունեություն, այսպես ասած դրա համար իդեպ առանձին կազմակերպություն ենք գրանցել, որպեսզի մեր քաղաքական այս աշխատանքի հետ դա չխառնվի, առանձին լինի։ Հիմա այլ պատճառներով դա пассивացած է, չի գործում, տարբեր խնդիրներ կան,
բայց ամեն դեպքում մենք դա առանձնացրել ենք եւ մենք չենք եղել երբեք ռազմամարզական կառույց։ Մենք հենց ի սկզբանե մեր իսկ հայտարարության մեջ, նաեւ մեր հետագա գործունեությամբ մենք ասել ենք, որ մենք քաղաքական ենք։ Պարզապես մենք ընտրել ենք միաբանության ֆորմատը, ոչ թե կուսակցության ֆորմատը, որտեղ դա մի քիչ ավելի լայն է, ավելի այսպես ասած, ավելի խորը ֆորմատ է նաեւ, ենթադրում է ավելի մեծ նվիրում գաղափարին, քան երևի թե զուտ կուսակցությունը, ես չեմ ասում կուսակցությունը չի ենթադրում նվիրում գաղափարին իհարկե, բայց միաբանությունը մի փոքր ավելի ուրիշ, ավելի լայն ֆորմատ, ավելի լայն գործունեության միգուցե մենք այդ ֆորմատից հիմա էլ չենք հրաժարվում, չենք պատրաստվում հրաժարվել։ Այն ժամանակ նաև իրավիճակ կար, պատերազմից մի տարի էլ չէր անցել, մենք իդեպ այդ սեպտեմբերի վերջը ընտրեցինք հենց որտեղ պատերազմի մի տարին էր լրանում սեպտեմբերի 27-ին չուզեցինք հենց 27-ին անել, որովհետև այդտեղ զոհերի հիշատակի խնդիր կար, եռաբլուր գնալու խնդիր կար, դրա համար արեցինք սեպտեմբերի 26-ին, այսինքն նախօրյակին։ Եվ իրավիճակը երևի կհիշեք Հայաստանում շատ ծանր եւ նաեւ այդ ժամանակ դեռ սահմաններին եւ 2021-ին եւ 21-ին եւ հետո 23-ին այդ ռազմական գործողությունների պարբերաբար վերսկսումը կար եւ շատ անմիջական եւ այսպես օդի մեջ կախված էր նաեւ անկախության խնդիրը, Հայաստանի անկախության անմիջական վտանգ կար, ինքը հիմա էլ իհարկե կա, բայց հիմա այդքան ակնհայտ եւ տեսանելի չի, այտենց ավելի արտաքին հայացքի համար, բայց այն ժամանակ նաեւ արտաքին հայացքի համար տեսանելի էր եւ այդ ժամանակ, երբ որ մենք ստեղծում ենք, նաեւ այս զգացողությունն էր, որ եթե հենց անկախության, այսպես ասած, փլուզման այդ փուլը գա, պետք է լինի ինչ որ մարդկանց խումբ, գաղափարի շուրջ միավորված, արժեքների շուրջ միավորված, կազմակերպված, որը այդ փլուզման պահին կարողանա իր վրա վերցնել պատասխանատվություն, իր վրա դուրս գալ եւ ժողովրդին նաեւ կոչ անել, որ անկախությունը ամեն գնով պետք է պահենք, թեկուզ նաեւ զուտ ֆորմալ անկախությունը, ես գիտեք, այն տեսակետի եմ, որ մենք իրական բովանդակային անկախության այդպես էլ չհասանք 91 թվականից սկսած եւ առավել եւս 2020-ից հետո, բայց նույնիսկ այդ ֆորմալ անկախության էլի ես միշտ ասել եմ, այս տեսակետը շատ կարեւոր է, ֆորման պետք է լինի, որ դու բովանդակությունը վրան ավելացնես։ Եվ այդ իրավիճակը կար, այդ հոգեբանությունը կար, այդ մտածողությունը կար, այդ իրավիճակում մենք ստեղծեցինք եւ նաեւ խնդիր դրեցինք, որ պետք է այնպես անել, որ միտքը եւ կամքը, չգիտեմ, գաղափարը եւ այսպես ասած ուժը միասին լինեն, միասին ներկայանան, որտեվ Հայաստանում կա այտենց մի հատ մինչև հիմա էլ կա կայացած, կարծրացած պատկերություն, դրանք տարբեր են։ Կա ինչ որ մի հատ sense գաղափար, միտք, ինքը օթերում սավառնում է, եւ կա ուժ, կա կամք, ինքն էլ առանձին է, ասենք եթե մարդը գնում է, ասենք օրինակ պատերազմի մասնակից է, նա տենց կապ չունի մտքի գաղափարի հետ, ուղղակի կռվող է եւ հակառակը, եթե մարդը ասենք մտքի գաղափարի արժեքների մարդ է, դե նա ինչ կապ ունի տենց ինչ որ ասենք կռիվ է, պատերազմ է եւ այլն, մենք ուզում ենք ցույց տենք, որ այդպես չի, նա իրոք այդպես չի եւ մենք ուզում ենք ցույց տենք, որ դա ոչ թե հակադիր է, այլ մեկը մյուսի հետ նույնիսկ փոխլրացնող չի, ըստ էության մեկը մյուսի շարունակությունն է եւ որ հնարավոր է եւ ոչ միայն հնարավոր, այլ անհրաժեշտ է այդ պայմաններում հենց այդ ֆորմատով հանդես գալ։ Եվ ուրեմն նաև այն ժամանակ ճիշտը որ ասեմ հույս կար որ շատ ավելի այդ sense ասած պայմանական մտքի դաշտից, խոսքի դաշտից մարդիկ կմիանան, որ հասկանալով իրավիճակը կհասկանան, որ պետք է այս միությունը պատերազմի մասնակիցների եւ այսպես ավելի sense հրապարակային խոսքի կամ հրապարակային մտքի դաշտից եկածների, ու ճիշտ ասեմ, ցավոք սրտի դա այդ մեկը այդքան էլ չարդարացավ, գոնե հրապարակային դեմքերի իմաստով, դա իմ կյանքի հաստատություններից մեկն էր, բայց հիմա չխորանամ, էական չի, կարևորը մենք ամենալիպես մեր մտածածը կարողացանք իրականացնել եւ առաջ տանել, եւ այդ հետաքրքիր է նաեւ, որ այս կներեք մի քիչ խորանում եմ, բայց իրոք բան է, էլի հետաքրքիր է նաեւ, որ երբ որ, հա, իդեպ մենք ոչ մեկս իրար գրեթե չենք ճանաչում, մարտական եղբայրություն ստեղծածներով գրեթե ոչ մեկը, ես չէի ճանաչում մեծ մասին, գրեթե ոչ մեկին չէի ճանաչում եւ ներսում էլ, այնպես չէր, որ ինչ որ ընկերների խումբ եկավ միացավ։ Տարբեր, կարող է 2-3 հոգի ընկեր են եղել, բայց հենց տարբեր մի հոգի, 2-3 հոգի եկան միացան
եւ իրար չճանաչելով ըստ էության առանց շատ երկար նախապատրաստական փուլ չէր եղել։ 1-2 խոսակցություն ենք ունեցել, իրար հասկացել ենք, որովհետեւ գաղափարը օդի մեջ էր, երբ որ ես օրինակ ծանոթացա տղաների հետ, նախնական ես տեսա, որ իրանց մոտ էլ կար մոտավորապես նույն պատկերացումը, ինչ տիպի բան է պետք ստեղծել, իմ մոտ էլ կար, դրանք համընկան, այսինքն դա ոչ թե իմ գաղափարներ կամ մյուսի գաղափարներ կամ երրորդի գաղափարներ, այլ գաղափարներ, որ օդի մեջ էր, այսպես ասած, եւ մենք, չգիտեմ, ճակատագրի բերումով ինձ թվում է իրար գտանք, պատահական է, կարելի ասել պատահական։ Հիմա այդ չպատմեմ էլ հետաքրքիր պատմությունը եւ ի վերջո հասկացանք, որ մենք նույնն ենք ուզում եւ նույնն ենք մտածում։ Սկզբում իհարկե այդտեղ ամենաառաջի այսպես ասած կազմը այդ հայտարարության առաջի տակ ստորագրած Չեշով մեծամասնությունը հենց պատերազմի, ասենք բացի ինձնից բոլոր պատերազմի մասնակիցներ էին ճիշտ ասած, հետագայում արդեն մեր կազմը ոնց որ զարգացավ, փոփոխություններ կրեց եւ բավականին արագ արդեն 2 տարվա մեջ եւ մինչեւ հիմա էլ արդեն մենք ունենք բազմազան կազմ, այսինքն կան եւ պատերազմի մասնակիցներ, կան շատ տարբեր մասնագետներ, չգիտեմ, սկսած բանի ծրագրավորման ոլորտից, վերջացած բժիշկներով, կրթության մասնագետներով, լրագրողներով եւ այլն, այսինքն այդ առումով մենք կարելի է ասել այդ նպատակին հասանք, որ միավորված է միտքը, միավոր կամքը, չգիտեմ, ուժը, գաղափարը, այս ամեն ինչը միավորված է, այստեղ արդեն միայն մի, այսպես ասած, միակողմանի չի, բայց հիմնականում արդեն շեշտ է, ոչ այդքան հրապարակային մարդկանց վրա է, ցավոք սրտի։ Ցավոք սրտի չէ, իրականում այդպես է ստացվել, ուրեմն լավ է, այլ մարդիկ, որոնք ըստ էության ոչ թե ինչ որ հրապարակային դեր են ունեցել, ինչ որ ամբիցիա են ունեցել, այլ երկրի իսկականից երկրի համար մտահոգ եւ մարդիկ են եւ մարդիկ, որոնք չեն հավատում, որ թուլությունը, անկարողությունը, չգիտեմ, այդ մենք ոչինչ չենք կարող, չեն հավատում, չեն ընդունում այդ հոգեբանությունը, այդ գաղափարախոսությունը եւ շատ տարբեր մարդիկ են, ահա որ տարբեր են իրենց ամեն ինչով, երևի թե այլ ինչ որ իրավիճակում, եթե ասեմ, իրար երբեք էլ չճանաչեն, բայց այդ մտածողությունը, այդ հոգեբանությունը բերել միավորել է այսօր շատ տարբեր մարդկանց, ճիշտ է, կազմը բնականաբար փոփոխական է, այսինքն ընթացքում եղել են մարդիկ, որոնք հայտնվել են, հետո չգիտեմ, չեն հարմարվել կամ զբաղված են եղել, դուրս են եկել, այդ այսպես ասած ընթացքը հասկանալի է, դա նորմալ է, բնական է, այդպես էլ պետք է լինի, բայց կորիզ ես կարծում եմ մենք ձևավորել ենք եւ այդ կորիզը այսօր արդեն նաեւ կարծում եմ հասունացել է նրան, որ անցնենք նաեւ արդեն կոնկրետ քաղաքական կազմակերպության ստեղծման։ Հիմա ես բայց նաեւ ուզում եմ խոսեմ մեր սկզբունքների մասին եւ մեր գործնեության եւ գաղափարական սկզբունքների մասին եւ գործնեության սկզբունքների մասին, որպեսզի ել ավելի հիմնավորեմ, թե ինչու մեր կարծիքով մենք այսօր կարող ենք նաեւ կոնկրետ քաղաքական հայտ ներկայացնել, որտեղ այդ ամեն ինչը մի օրում, մի վայրկյանում նույնիսկ փորձը ցույց է տալիս 1-2 տարում չես կարող ստեղծել։ Որոշակի ճանապարհ պետք է ասես փորձարկես եւ այսպես ասած հասունանաս եւ կայունանաս։ Եվ ապացուցես նաեւ քո սկզբունքների կենսունակությունը է շատ կարեւոր, որովհետեւ դու կարող ես շատ բաներ պատկերացնես, ասած իդեալում, բայց գաս իրականության հետ բախվես եւ տեսնես, որ դա չի աշխատում։ Ամենակարևոր երևի սկզբունքներից մեկը մեր ի սկզբանե որ մենք սեփական ուժերի վրա հենվելով այս ամեն ինչը պետք է անենք եւ արել ենք եւ անում ենք, այսինքն սեփական ուժերի վրա ասելով նկատի ունեմ եւ ռեսուրսային, այսինքն սկսած նյութական ռեսուրսից մինչեւ մարդկային ռեսուրս, մինչեւ մնացած ամենը, ինչ որ անում մենք ենք անում, այլ ոչ թե պատկերացնում ենք, որ մենք պետք է հավաքվենք, ինչ որ մեկը մեզ դրսից, այսպես ասած, բանանի, ասած օգնի եւ մենք նոր ոնց որ զբաղվենք գործով, ոչ, մենք այդպես չենք արել, մենք որոշենք, որ եթե մենք քաղաքական իմաստով, չգիտեմ, հանրությանը, ազգին միշտ քարոզում ենք, որ գիտես, ինչ սեփական ուժերի վրա հենվելով հնարավոր է պայքարել, մենք այդ սեփական օրինակով դա պետք է կարողանանք ապացուցել։ Եվ կարծում եմ, մենք գոնե ինքներս մեզ կարողացել ենք ապացուցել, որ այո, դա հնարավոր է։ Հնարավոր է սեփական ուժերի վրա հենվելով ստեղծել ինչ-որ բան, չմտածել, որտեղ ոնց է Հայաստանում լինում շատ հաճախ։ Ասենք ես էլ եմ շատ հաճախ տենց բաների մասնակցել։ Եկեք մի բան ստեղծենք, եկեք, բայց մենք ռեսուրս չունենք։ Դե եկեք ռեսուրս ճանենք, նոր ստեղծենք, չէ։ Մենք հենց սկզբից որ հավաքվել ենք, պայմանավորել ենք սկզբում գաղափար,
գաղափարը, հետո կբերի ռեսուրս ու կբերի այնքանի ռեսուրս, ինչքանի դու այս պահին արժանի ես եւ ինչքանի որ պետք է։ Եվ Աստված մեծ է, մինչև հիմա այդպես էլ եղել է։ Մենք հիմա էլ տենց սուպեր ռեսուրսներ չունենք, բայց ինչքանի որ մեզ պետք է եղել, այդքանի եկել է, որտեղ մենք սկսել ենք գործել։ Ամենասկզբում ընդհանրապես կարելի ասել 0-ի վրա ենք եղել, ճիշտն ասած, նույնիսկ տարածք չենք ունեցել, դա բավական երկար է տևել, բայց այդ տարածք չունենալու ժամանակ էլ նույնիսկ մենք հավաքում ենք ժողովներ էինք անում, որտեղ պատահի իրականում։ Այսինքն փորձում ենք գործ անել, ռեգուլար գործ անել, ոչ թե ուղղակի հավաքվել, ասենց ասած տղեկով ուտել խմել կամ ինչ-որ բան անել, որը նույնպես շատ լավ է, այդ էլ ենք շատ լավ կարողանում կազմակերպել։ Բայց աշխատանքային ժողովներ էինք անում եւ այլն, եւ հետո եկավ մի փուլ, երբ որ ունեցանք նաեւ մի փոքր ավելի հնարավորություններ, հետո մի փոքր ավելի այն ժամանակ օրինակ կներեք էլի մի քիչ խորանում ենք, մի բան փորձում ենք ինչ-որ բան նաեւ նկարահանենք, մեծական խնդրեմ էր։ Ոչ մի բան չունեինք, ոչ կամերա ունեինք, ոչ նկարող ունեինք, ոչ տեղադրող ունեինք, եւ հիշում եմ փորձեցինք ինչ-որ հեռախոսով, ինչ-որ կերպ ինքներս մեզ նկարել, ինչ-որ կերպ դա տեղադրել, արեցինք, բայց հասկացանք, որ այդպես ռեգուլար չենք կարող անել։ Եվ փառքաստով հասանք նաեւ նրան, որ դա էլ ունենք։ Մասա որպես օրինակ եմ բերում։ Բայց հիմնական միտքս այն է, ու ես կարծում դա շատ կարևոր։ Գոնե ինքներս մեզ մենք այսօր կարողացել ենք ապացուցել, որ սեփական կամքի, սեփական ուժի վրա հենվելով, առանց որևէ հովանավորության, առանց որևէ դրսի կամ ներսի որևէ, այսպես ասած, պայմանական հզոր մեկի շահերը ներկայացնելու հնարավոր է գործ անել, հնարավոր է կազմակերպություն ունենալ եւ կարծում եմ շատ այնպես չի որ ամենավատ կազմակերպությունը աշխարհում նաեւ իր ներքին կառուցվածքի առումով եւ հիմա շատ ավելի հանգիստ այս փորձը ունենալով մենք կարող ենք նաեւ հանրությանը դիմել, ասել, գիտես ինչ դու հանրություն հենվելով սեփական ուժերի վրա կարող ես հասնել ինչ որ խնդիրներ, որտեղ սա արդեն տեսություն չի, սա արդեն փորձ է։ Մենք կարողացել ենք դա հիմնավորել սեփական օրինակով եւ պատրաստում ենք շարունակել հիմնավորել եւ շատ ավելի վստահ դա պնդել ու ասել, որ սա մենք գրքերից չենք կարդացել, սա մենք մեր փորձից գիտենք։ Մյուս սկզբունքը, որի սկզբը շատ սկզբունքներ են դրել, ես մի երկուսից կխոսամ, որ հեշտ գործեր, հեշտ ինչ որ բաներից մենք չենք գնում, հեշտ գործեր անող միշտ էլ կգտնվեն, հեշտ բաների հետևից sense ասած բանով այդ հոսանքով ընթացողներ միշտ կգտնեն, մենք դժվարների համար ենք, բարդ գործերի համար ենք, բարդ լուծումների համար ենք եւ հաճախ նաեւ գլխից վերև թռնելու համար ենք։ Եվ մենք հաճախ եւ մենք այդ սկզբունքներ ենք իրականացել մեծ հաշվով գրեթե ամեն ինչ որ մենք արել ենք սկսած ամենօրյա մեր աշխատանքից մինչեւ մեր նախագծեր, գրեթե բոլորն էլ մեր գլխից վեր են։ Այսինքն եթե մենք նստենք հաշվարկենք մեր ուժերը, ասենք այ մենք այսքան ենք, որոնց ճնշող մեծամասնությունը իդեպ զբաղված մարդիկ են իրանց գործերով, իրանց ընտանիքներով, մենակ 2-3 հոգի կանք, որ կարողանում ենք sense ամբողջությամբ 24 ժամը ռեժիմով այստեղ ներգրավել էնել էլի մեծաշով մեր ընտանիքների հաշվին, որը ես չեմ բողոքում, շատ նորմալ եմ համարում, բայց եթե նստենք այդտենց հաշվարկենք, ինչքան մարդ ունենք, ինչքան փող ունենք, ինչքան չգիտեմ ինչ ունենք, երբեք ոչ մի բան չենք անի։ Այն ինչը որ արել ենք, նույնիսկ չեմ ասում ես ինչեր ենք արել, բայց ինչը որ արել ենք, մեր գլխից վեր ենք մի քիչ թռել ու փորձը ցույց է տալիս, որ դա էլ է աշխատում։ Դա ավելի լավ է աշխատում, քան նստենք, ասենք, վայ, դա չենք կարող, բանից ինչ անենք եւ այլն։ Եվ սա էլ այն ինչը որ մենք քարոզում ենք քաղաքական իմաստով, ասում ենք, որ համախմբումը, կազմակերպվածությունը, միտքը, կամքը այնքան հավելյալ ռեսուրս են տալիս, որ դու միշտ կարաս մի քիչ ավելին անալ։ Եվ ոչ թե կարաս, դու պարտավոր ես։ Քաղաքականությունը հենց դա է, որովհետև քաղաքականությունը եթե չի դնում մի քիչ ավելին անելու նպատակ, դա քաղաքականություն չի, դա օրինակ սովորական մենեջմենտ է, մենեջմենտն ու քաղաքականությունը դրանով են տարբերվում եւ մենեջմենտը չէ նույնիսկ ասենք, հա, տենց ընթացիկ կառավարում, որը կարելի է վստահել իդեպ այսօրվա դարում արհեստական բանականությունը մարդը պետք է չի, մարդը նրա համար է, որ մի քիչ ավելին է կարողանա ապահովել, սա իդեպ շատ հետաքրքիր միտք է, ես չեմ ձևակերպել, գերմանացի մի սոցիոլոգ կար, հրեական ցակման Մանհայմ, ճիշտ եմ կարծում ազգանունը հիշում, ինքը այդ տարբերությունը շատ լավ տալիս է դեռ 20-ական 30-ականներին այդ գիրքը գրել եւ ես այդտեղից վերցրել եմ, որտեղ իսկականից եւ տեսական այնց դուր եկել եւ փորձը ցույց է տալիս, որ այդպես է եւ այս սկզբունքն էլ մենք իրարել ենք ու իմ կարծիքով հաջողել ենք։ Մյուս սկզբունքը, որը ի սկզբանե դրել ենք, շատ լավ է գաղափարականությունը, շատ լավ է նվիրվածությունը, շատ լավ է ընկերությունը, այդ ամեն ինչը մենք ունենք, բայց մյուս կարևոր բանը ռեգուլար աշխատանքը։
Սա էլ ես օրինակ վերցել եմ նաև իմ նախկին փորձից, ինչ որ ես հայկական քաղաքական դաշտում տեսել եմ, ընկերներիս մոտ, իմ փորձից եւ այլն, որ ամենակարևոր բաներից մեկը, որ բացակայում է մեր այդ քաղաքական դաշտում, սա է, այսինքն մարդիկ ստեղծում են քաղաքական կազմակերպություններ, մեծ փոքր ռեսուրսներ ունենում, չեն ունենում եւ չեն հասկանում, չեն պատկերացնում, դա ամենօրյա գործ է։ Այսինքն մենք այդ նպատակները ամենօրյա ռեգուլյար աշխատանք, ոչ թե կոֆե խմողների ակումբ, ոչ թե հարցազրույցից հարցազրույց տարճիկ անողների կներեք, որտեղ ես օրինակ կներեք, որ այդպես են ձևակերպ, որտեղ օրինակ իմ համար շատ սպան է, վրդովեցուցիչ ասեմ, ոնց ասեմ, երբ որ տեսնում եմ մարդիկ նույնացնում են քաղաքական գործունեությունը, օրը 10 հարցազրույց տալու հետ։ Ու գոհ իրանց համար գնում են տուն կամ գնում են իրանց գրասենյակ, արդեն այնտեղ գալաջի են անում, սա է քաղաքականությունը, ասում չէ, դա քաղաքականություն չի։ Կներեք, դու պետք է այնքան եթե դու քաղաքական գործով ես զբաղված, դու պետք է նույնիսկ ժամանակ չունենաս նորմալ հարցազրույցների տալու, պետք է ցած ինչ որ մի ձևի այդ ժամանակը գտնես, որովհետև դա պետք է լինի քո գործունեության, այսպես ասած, բուն գործունեություն դա չի կարող, դա քո գործունեության արտացոլումը պետք է լինի, բայց ռեգուլար աշխատանքը հիմքում է։ Եվ մենք փորձել ենք դա կիրառել, իհարկե շատ մեծ թերացումներով, խնդիր չկա, էլի փորձելու ենք, էլի անել ենք, բայց ամենայնիվս այդ սկզբունքը դրել ենք եւ մենք ունենք գոնե մի քանի կայացած խումբ աշխատանքային, որոնք ռեգուլար հավաքվում են, ռեգուլար քննարկում են եւ ռեգուլար գործում։ Իհարկե շատ մեծ թերացումներով խնդիր չկա, նաեւ որովհետեւ այդտեղ կամավորականությունն է հիմքում, հաճախ մի քիչ դա բաներ է տալիս, այսպես ասած էրորներ է տալիս, չնայած գիտեք բաներ կան, ասենք նույնպես կազմակերպություններ, ես չեմ հավատում էլ, որ օրինակ հիմա 1 տրիլիոն փող գա ստեղ ու այդ 1 տրիլիոնի կբարելավի դա, չէ, որտեվ եթե էլի դու չունենաս այդ կամքի այդ կարգապահությունը, 1 տրիլիոնն էլ քեզ չի փրկի։ Ես հավատում եմ, որ առանց 1 տրիլիոնի բայց կամքով ու կարգապահությամբ ավելի շատ բան կանես, քան 1 տրիլիոն։ Իհարկե 1 տրիլիոնը չի խանգարի երբեք, բայց ամենայն դեպս դա չի ամենակարևորը։ Օրինակ մենք ունենք խումբ, որը տեղեկատվական բանով զբաղվում է։ Այս բոլոր հաղորդումները, որ նկարվում են, տեղադրվում են, ընդհանրապես ոչ միայն հաղորդումները, ինչ որ մենք հրապարակային պրոդուկցիա անում ենք, ինչը որ տեղադրվում է մեր հարթակներով, այդ ինքն իրանով օթից չի գալիս։ Մարդիկ կան, որոնք իրանց վրա դա վերցրել են, ամեն մեկը իր փայը, այսպես ասած, եւ արվում է։ Նաեւ շատ բան ավտոմատիզացված է արդեն արվում, որտեղ էլի մարդիկ կան, որոնք մշակել են համակարգեր, որ այդ ամեն ինչ, ասենք, օրինակ տեղադրվում է միաժամանակ բոլոր հարթակներում։ Պարտադիր չի դու օրինակ Facebook-ում կներեք մանրամասների համար, բայց զուտ էլի մեր գործունեությունը ներկայացնելու համար եմ ասում։ Ասենք չի նոր Telegram-ում առանձին դնենք, Facebook-ում առանձին դնենք, YouTube-ում առանձին դնենք, չէ՞ ոչ մի կոճակով ամենտեղ դնում ես։ Չի նայում 1000 է, այսպես վերնագրերը նույնիսկ ավտոմատ գեներացվում են, հետո կարող ես ընտրել բովանդակությունը, նկարագրությունը եւ այլն եւ այլն։ Սա մի ուրեմն բան է։ Խումբ է, որը մարդիկ այսպես ասած մեր ներսում նախաձեռնել են, սկսել են, արել են եւ անում են։ Մյուսը օրինակ մեր վերլուծական խումբը։ Փոքր խումբ է այս պահին, բայց տեսեք, էլի ավտոմատիզացիան է մտցված արդեն, ժամանակին ձեռքով էլ արվում շատ բան, շատ փոքրից ենք սկսել, բայց հիմա այս պահին ամենօրյա ռեժիմով մեկը ես օրինակ ստանում եմ եւ կարդում եմ օրվա ամփոփ տեղեկատվությունը, ուրեմն միջազգային արևմտյան կարևոր մամուլի ամփոփում, ուկրաինական պատերազմի ռազմական գործողությունների ամփոփում, ռուսական ուրեմն մեդիան Հայաստանի մասին, Ադրբեջանի ուրեմն լուրերը, Հայաստանինը, նույնիսկ հիմա արդեն մի պահ ունենք Թուրքիա, Իրան, ճիշտը որ ասեմ, ուղղակի չենք հասցնում դրանք նայել, դրա համար հիմա անջատել են մեր ժողովուրդը, բայց հենց որ ավել մարդ ունենանք, դա միանգամից էլի կարանք միացնենք, շաբլոնները բոլորը պատրաստ են, այսինքն ամենօրյա ռեժիմով նաև թուրքական եւ պարսկական մամուլի ամփոփում։ Նույնիսկ ինձ թվում է ինչ-որ մի բան մոռացա, այսինքն սա ամենօրյա ռեժիմով արվում է, բայց որպեսզի դա արվի, սկզբանե մարդիկ ջանք են թափել, սկզբանե ձեռքով արվել, սկզբանե մենակ ադրբեջանականն է եղել, հետո ավելացել է, հետո ավտոմատիզացվել է, այդ ավտոմատիզացվածը բարելավել է, բացի ամենօրյայից արդեն ավտոմատիզացված Այդ մեկը չեմ հասցրել ճիշտ ասած դեռ նայել, բայց արդեն կա շաբաթական ամփոփումներ են արդեն գալիս եւ այդ դրանց հիման վրա արդեն քիչ թե շատ ռեգուլար, հիմա ձգտում ենք ավելի ռեգուլարի, բայց քիչ թե շատ ռեգուլար նաեւ տեսել եք, երբ հրապարակային նյութեր ենք տալիս այդ թվում եւ
ոդկասթի ֆորմատով, էլի ավտոմատիզացված եւ անգլերենով եւ հայերենով եւ տեքստային ֆորմատով ընդ որում իմիջալից։ Ես նույնիսկ ինքս ոչ հասցնում եմ դրանք կարդալ, ոչ նայել, ոչ էլ ասինքն ներգրաված եմ այնքանով, որ ես սպառող եմ այդ խմբում, հա, բայց մարդիկ դա անում են։ Եվ սա մյուսն է, եւ էլի կլայնացնենք, դա անպայման կլայնացնենք, հիմա մի փոքր այլ նախագծերով ենք նաեւ զբաղված, բայց այդ վերլուծական խումբը նույնպես անպայման պետք է լայնացնենք։ Իսկ սա մենք անում ենք մեր ուժերով, եւ ես հիմա չգիտեմ, օրինակի համար կներեք, ասենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ են ավելի շատ ռեգուլար ամենօրյա ինֆորմացիա ստանում այս ընդգրկմամբ ու այս ամփոփմամբ, թե ես։ Լինելով փոքր խմբի անդամ, 40-50 հոգյանոց խումբ ենք, բայց այդ ունենք։ Ինչի ունենք, որովհետև դրել ենք այս սկզբունքը, ռեգուլար աշխատանք։ Ոչ թե գալաջի անել, որը նույնպես շատ հաճույքով անում ենք, ոչ թե մենակ կոֆե խմենք, որը օրական տոննաներով խմում ենք, հարց չկա, ոչ թե միայն շփվենք, որը լիքը անում ենք, այլ նաև այս։ Եվ շատ կարևոր է վերլուծականությունը քաղաքականության հիմքում պետք է լինի։ Օդից բաներ, տենց ուղղակի ինչ որ չգիտեմ, ստեղից ընդեղից լսելով, ոնց որ ցավոք սրտի մեր քաղաքական դաշտի մեծ մասն է անում։ Ոչ ամեն օր դու պետք է հետևես տեղեկատվությանը, որպեսզի քո խոսքը համարժեք լինի իրավիճակի։ Ես մեկ-մեկ որ չեմ հասնում, լինում է փուլեր, որ չեմ հասնում մի քանի օր իրար ունենալ, մի խուճապի եմ մատնում, մտածում կարող մի բան խոսեմ, դա ոնց որ հնացած լինի։ Լավ, ինչ որ ասենք շատ չի երկարացնեմ, մյուսը քաղաքական խումբը դեմել ունենք, էլի ռեգուլար ամեն շաբաթ հավաքվում է, դե օնլայն աշխատանքը չեմ հաշվում։ Հավաքվում է այդ հիմնականում հիմա իհարկե ինքը զբաղված է այդ կուսակցաշինությամբ, որտեղ պարզալիքը բաներ ունեն, լիքը բան կա տեղ անելու։ Ամեն շաբաթ ռեժիմը հավաքվում է, անում է, մեր երևի ամենակայացած խմբերից մեկն է, նաև շատ տենց ընկերական մթնոլորտ ստեղծած։ Մյուսը ծրագրերի խումբը, քաղաքական ծրագրերի։ Հիմա դանդաղ, բայց մենք այս պահին նաև արդեն բավականին հետաքրքիր փաթեթ ունենք, ճիշտ է, պետք է դեռ հագինել մշակենք մինչև ներկայացնելը, հա մի քիչ ուշանում է դա, բայց կարծում եմ կհասցնենք ունես ամսվա ընթացքում ահագին բան ներկայացնել մինչև երևի նոյեմբեր։ Մենք ունենք եւ ուրեմն այս պահին եւ կրթության ծրագիր, հիմա տենց ուղղակի հիշեմ բոլոր չեմ հիշի, եւ կրթության ոլորտի ծրագիր, ոչ թե ինչ որ գրանձիոզ sense 100-ջանոց, այլ ուղենիշներ քաղաքական։ Ունենք իրավական մասնագետների կողմից ներկայացված եւ մեր արդեն քաղաքական բանով քննարկված, որտեղ մենք այդ մասնագետներն մեր ներսում ունենք, որի մասնագետը չունենք, դա չենք կպնում դրան։ Ունենք նաեւ սահմանադրական կարգի նախագծի ահագին մասը համաձայնեցված, դա իհարկե ամենաբարձրից է, նույնիսկ սպորտի ծրագիր ունենք, բնականաբար անվտանգության, ռազմական, դրանք մշակման վերջնական փուլում են, դեռ վերջնական չեն, բայց դրանք էլ ունենք եւ կունենանք։ Եվ էլի նույնիսկ անկեղծես չեմ հիշում, ժողովրդագրության բանով էս վերջերս ահագին բաներ ամփոփեցինք ուղենիշներ էլի, ու էլ եմ ասում նույնիսկ վախենամ թե բոլորը չհիշեմ եւ էլի sense պլանի մեջ կա, պլանով ենք գնում։ Մեր ընկերներից մեկը այդ խմբի պատասխանատուն է, ինքը իր ոչ թե գլխի մեջ պահում, այլ գիտի։ Մեզ հավաքում է, ասում է այսօր հերթը հասել է, արտաքին քաղաքականություն բնականաբար մոռացա, արդեն ունենք մշակված ուղենիշներ, տարբեր ուղղություններով այդ բոլորը կներկայացնենք, բայց նույնպես սա այդպես օդից չի եկել։ Այսինքն մենք ռեգուլար հավաքվել ենք, քննարկել ենք, մշակել ենք այդ տեքստերը եւ հիմա արդեն ունենք այդ փաթեթի ահագին մասը եւ դա ոչ թե ստեղից ընդեղից արտագրված, ուղղակի sense ասած գալչկայի համար, այլ իրոք ասենք մեր ներքին քննարկումների, մոտեցումների արդյունք եւ մասնագետների հետ խորհրդատվության արդյունք։ Եվ հուսամ, երբ որ մենք դրանք կներկայացնենք, կհամոզվեք, որ դրանք կենթանի մոտեցումներ են։ Մենք սկզբունքը դրել ենք այդտեղ իդեպ, որ կենացներ չլինի, ասենք, զարգ տանք տնտեսության, կզարգացնենք մշակույթը, նման բաներ պետք է բաներ լինեն։ Որ ոլորտում ինչ ենք տեսնում առաջնային, ինչ քայլերով եւ այլն։ Ամբողջը չեն կարող բնականաբար փակել, բայց այն ինչ որ մեր ուժերի մեջ է, փորձելու ենք թարմ կենթանի իսկական գաղափարներ ներկայացնել, ոչ թե կենացների հավաքածու կամ ժողովածու։ Բնականաբար այդ նույն շրջանակում քննարկում ենք նաեւ այն քայլերը, որոնք օրինակ, եթե վաղը մենք կառավարություն ենք դառնում, առաջին քայլերը ինչ պետք է լինի, դա էլ է սրա մեջ։ Ունենք մշակույթի իդեպ խումբ, որը կարելի ասել նորաձևավորվել, դեռ մի քիչ sense քննարկումների փուլը, գործնական նախագծեր կան, բայց դեռ երևի ժամանակ կանցնի, մինչև դրանք կարողանանք ներկայացնել, բայց դա կա աշխատում է, էլ հիմա չխորանամ, կան էլի եղել են խմբեր, որոնք ճիշտ ասած
ստեղծել ենք, չենք կայացել ինչ պատճառներով, բայց էլի փորձելու ենք բերել։ Մի խոսքով, սա ես ինչի համար հիշատակից ռեգուլար աշխատանք եւ սիստեմ։ Երբ որ մենք ասում ենք կազմակերպություն, այս սիստեմն ենք պատկերացնում նախևառաջ, ոչ թե որ 50 հոգի մարդ իրար գլխի հավաքվել է, սիստեմ պետք է լինի, կարաս 1000 հոգի էլ հավաքես եւ ոչինչ բան չլինի, բայց կարաս 50 հոգի հավաքես, բաժանես սիստեմի եւ մենք դա կատարելագործում ենք։ Հիմա քննարկում ենք նաեւ որ դժգոհ ենք այս պահին այս իրավիճակից եւ պետք է էլ ավելի կատարելագործենք այդ համակարգը եւ ես հավատում եմ որ կկարողանանք ամեն ինչ իր փուլը ունի, ամենից մինչեւ հիմա այսքանն ենք հասցրել, կփորձենք ավելի լավ լինել եւ ունենք նաեւ նախագծեր, սա էլի շատակ են բացի էսենց։ Մի մասին երևի ծանոթ եք, մեր ամենահին նախագիծը կամք գրական մրցույթը, որը կոպ հիմնադրամի հետ միասին ենք անում։ Արդեն երրորդն ենք արել, ժողովածուն տպել ենք։ Հիմա ես նաև չեմ ասում, այս որ ասում եմ միաբանություն ավելի լայն ընդգրկմամբ, այսինքն մեր մոտ սովոր չեն մարդիկ, որ եթե դու ասում ես քաղաքականությամբ եմ զբաղվում, եք ինչ որ գրական մրցույթ կազմակերպես։ Մենք դաշ չենք մոտենում։ Մենք ասում ենք դա կարող է նույնիսկ ավելի կարևոր քաղաքականություն է, քան շատ բան, որ քաղաքականությունն է պատկերացում հասեն, օրինակ, էլի այդ նույն թեմայից կմնան, անverջ հարցազրույցներ տալը բոլոր աշխարհի բոլոր թեմաներից կարծիք հայտնել է հրապարակային։ Ես կարծում եմ սա շատ ավելի կարևոր է։ Այդ մրցույթը արդեն երրորդ անգամ արեցինք, հիմա լայնացնելու ենք, դա դառնալու է մի հավանաբար արդեն դեռ քննարկման փուլը լիարժեք գրական մրցույթ։ Մենք ունենք իհարկե այս մեր հաղորդումների շարքը, որը տեսնում եք պատմական շաբաթը եւ քաղաքական օրագիրը, որը հենց հիմա նայում եք, էլի ունեցել ենք մի քանի փորձեր, այդքան էլ մի մասը նաև շատ հաջող է եղել, օրինակ այսօր Ղազարյան շատ հաջող շարքում էր։ Մի մասը միգուցե այդքան էլ չի ստացվել, ոնց որ բան ենք արել եւ էլի կունենանք հուսամ։ Մենք այստեղ դասեր ենք անցկացրել տարբեր, օրինակ քարոզչական պատերազմի դասեր մեր Կարմեններ անցկացնում, ցավոք սրտի դրա տեսագրությունները չեն կարող ներկայացնել, ունեցել են գաղափարական դասեր, ունեցել են ռազմական պատմություն, ցավոք սրտի դրա տեսագրությունների մի զգալի մասն էլ կորավ, դա իհարկե մեր մեղքն էր, բայց եւ էլի կունենանք, հիմա մի քիչ չենք հասնում, բայց էլի կունենք, բայց դա նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ մարդիկ նաեւ այդպես են ստեղ եկել։ Մենակ տենց բանով չեն եկել abstract կոչանելով եկել են, որովհետև կոնկրետ ասենք այդ բանն ենք, այսինքն մենք այդ մասն ենք փորձել, որքան հնարավոր է փակել։ Ունեցել ենք նաև քննարկումներ, միջոցառումներ, հիմա ես վերջերս երևի տեսել եք Նժդեի կոթողի հետ կապված։ Շատ երկար ենք այդ նախագիծը պատրաստել, 2 տարի պատրաստել ենք, դա տենց օդից ծնվեց, նաև ճարտարապետների հետ ենք համագործակցել, մեր են գերգաղափարակից, եւ հիմա հասել է այն փուլ, երբ որ արդեն հանգանակություն ենք անում, գիտեք երևի տեսել եք, եւ էլի այս թեմայից դեռ խոսանք, հատկապես մեր համաժողովից հետո։ Մի խոսքով, էլ գլուխները չտանեմ, ես էլ էլի պահալին, որ ես էլ չեմ հիշում ինչ ենք արել կամ ինչ ենք անում, ու շատ ուրախ եմ, իդեպ նաեւ ես շատ ուրախ եմ, որ կան այստեղ լիքը բան արում, որ օրինակ ես տեղյակ չեմ։ Դա ինձ միշտ ուրախացնում է։ Մի կարևոր բանի մասին խոսամ, թիմային լինելու սկզբունքը մեր համար շատ կարևոր է, էլի անցել անգամ էլ ասի, բայց ուզում եմ շեշտեմ, ձևական չի։ Մենք այստեղ պատահական չի, որ այս կլոր սեղանի գաղափարն ենք վերցել, ինքը եւ միաբանության գաղափարի հետ իհարկե կապ ունի, բայց նաեւ որ այստեղ որոշումները ընդունվում են կլոր սեղանի շուրջ, այստեղ որոշումները ընդունվում են քննարկմամբ եւ թիմային մասնակցությամբ, այս շատ կարեւոր է, անցել անգամ ասել եմ ինչու, ոչ թե ինչ որ տենց կոպիտ ասած կնեք պոնտա, հալ ինքը գործնական շատ մեծ նշանակություն ունի, որովհետև եթե դու ուզում ես ստեղծես կազմակերպություն, որը իր սեփական ուժերի վրա հիմնված է, ոչ թե ինչ որ դրսից հովանավորումա, դու դա անձի շուրջ չես կարող կառուցել։ Եթե դու ուզում ես մի բան ստեղծել, որ երկար տևի, ոչ թե կարճաժամկետ լինի, դու դա անձի կամ անձերի շուրջ չես կարող կառուցել։ Եթե դու հեռահար պլաններ ունես, դու դա անձի շուրջ չես կարող կառուցել։ Եթե դու մարդկանց հավաքում ես գաղափարի շուրջ, այլ ոչ թե ասենք փողի շուրջ կամ նյութական արժեքի շուրջ, դու դա անձի շուրջ չես կարող կառուցել, պետք է մարդկանց կարծիքը հարգես, պետք է մարդիկ իրենց ներգրաված զգան, եւ եթե դու ուզում ես կորից ձևավորես, դա նույնպես պետք է լինի թիմային։ Եվ թիմը չպետք է լինի ոհմակ, այլ թիմը պետք է լինի թիմ, որտեղ ամեն մեկի արժեք ունի։ Եվ սրա մյուս կողմը, դա նշանակում է, որ նաեւ ամեն մեկը պատասխանատվություն ունի, որովհետեւ եթե դու մեկ կամ երկու անձի վրա ես դնում, դա մարդիկ ասում են նա մենք այդպես կողքից էլ զինվորներ ենք, չէ՞։ Պատասխանատվություն նշանակում է օրինակ մեր մոտ մի քիչ նույնիսկ մեկ չափազանցնում եք այդ սկզբունքը, եթե մեկ ինչ որ գաղափար է տալիս, ասում եք դե դու պետք է իրականացնես, կամ վերցրու մեզ մի խորհուրդ տուր։ Քո փոխարեն ոչ ոք չի անում։ Մի քիչ մեկ չափազանցնել ենք այդ մարդը կարող չի կարող
իրականացել, բայց ընդհանուր առմամբ սա գործում է պատասխանատվություն։ Նախաձեռնում ես, պատասխանատվությունը վերցնում ես, անում ես, մենք քեզ ամեն ինչով օգնում ենք, բայց դու ես եւ տերը, եւ ղեկավարը, եւ այսպես ասած առաջնորդը այդ ամեն ինչի, եւ դրան գումարած իհարկե թիմային մեջ անպայման ընկերական մթնոլորտը մտնում են։ Մենք այս գործը շատ կարեւոր է, բայց մարդիկ պետք է նաեւ իրար հետ ընկերներն են, սա երկրորդական բան չի դեպ քաղաքական։ Մարդիկ սա էլ են թերագնահատում, մարդիկ նստում որ քաղաքականության մեջ այնպես չէ, ընկերությունը պետք է լինի անպայման, մարդիկ պետք է շփվեն անպայման։ Սա ես օրինակ այս խնդիրը ունեցել եմ, երբ որ տարբեր օրինակ համագործակցության առաջարկներ ունեցել ենք, լավ, վատ, տարբեր մարդկանց կողմից, բայց օրինակ ես միշտ ասել եմ, սկզբում եկեք փորձեք ընկերություն անենք իրար հետ շփվենք, որտեղ մարդիկ այդպես են սկսում իրար վստահել։ Դու ինչքան է մենք, չգիտեմ, հերոյից իրար ճանաչենք, պետք է մերվենք իրար հետ։ Եվ սա էլ է կարևոր, լավ, բայց սա արդեն մի բանի մասին էլ է ուզում խոսել, բայց սա երևի մի քիչ բարդ ու ծանր թեմա է, առանձին մի օր գուցե առիթնիկ խոսանք հենց այդ համագործակցության մասին, այս տարիների մեր փորձը, ցավոք սրտի հիմնականում բացասական, կան շատ լավ, այսպես ասած լուսավոր բացառություններ, բայց ցավոք սրտի բացասական ինչի է սա ուզում հիշատակ, որտեղ այս հարցը անկուսափելու են միշտ տալիս են մարդիկ։ Բան չի չեք միավորվում, բան չի եւ այլ։ Ես այս հարցի իմ պատասխանը ունեմ փորձից բխած ոչ թե տեսությունից, բայց երևի սրա մասին մի օր առանձին մի առիթ կգտնեմ միտեղ, ասենց ասած կմցնեմ կխոսանք, որտեղ այսօր արդեն երկարեց։ Եվ այս ամեն ինչը ուզում եմ բերեմ նրան, որ հիմա երբ որ մենք ստեղծում ենք նաև ազգային հեղափոխություն կուսակցություն, որը կրկնեմ, շեշտեմ, մարտական եղբայրությունը չի վերանում եւ կուսակցության չի վերածվում։ Ինքը մնում է, բայց ճյուղավորվում է եւ ստեղծում է քաղաքական իր, այսպես ասած, կազմակերպությունը, այսինքն կուսակցությունը։ Հիմա արդեն օրինակ եթե 4 տարի առաջ ինձ մեկը ասեր կուսակցություն, ես կասեի չէ, նաև այն պատճառով, որովհետև հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է, այսինքն դու քո վրա վերցնում ես։ Եվ եթե մենք ինչ-որ մի բան պետք է ստեղծենք թղթի վրա ու հետո դա տես մնա, չէ։ Մենք այդ ձևի մարդիկ չենք, որ դրա հետ համաձայն ենք, մենք մարտականներ իդեպ ստեղծելուց այդ միջև էլ չեն գրանցել։ Ինչի չեն գրանցել, դե ասում ենք սկզբից պետք է լինի կենթանի կառույց, հետո թուղթ։ Հիմա ճիշտ է, կուսակցության դեպքում այդպես չես կարողանաս թուղթը պետք է լինի, սկզբանե թող օրենքի պահանջն է այդպես, բայց ես կարծում եմ, որ այս 4 տարվա փորձը արդեն մեզ թույլ է տալիս նաև այստեղ ավելի վստահ զգալու, չնայած այլ բարձր մեր գլխից վերև ենք թռնում, հարց չկա։ Ասել եմ, մեր սկզբունքներից է։ Բայց արդեն մենք այս սկզբունքներով մտնում ենք նաև այս դաշտ։ Եվ նույն սկզբունքները ինչ որ թվարկեցի, հիմա ուղղակի հիշեցնեմ կետարկետ, մենք պետք է կիրառենք նաև այստեղ առաջին, այսինքն գաղափարականություն, գաղափարի շուրջ պետք է մարդկանց միավորել, կարող է քիչ են գաղափարով մարդիկ համեմատաբար, բայց իրենք նախ եւ առաջ պետք է գաղափար ես նկատի չունեմ անպայման sense պատրաստված, կարդացած, չէ, նկատում արժեք կրող, գաղափարը կրող եւ ես վստահ եմ որ Հայաստանում ոնց է լինի 1000-5000 մարդ կլինի, որը գաղափարի կրող է։ Հայրենասիրության գաղափարի կրող է, իր երկրի գաղափարի կրող է, նման գաղափարների մասին է խոսքը, ինչ որ բարձ չէ, բաներ, բարձ բոլորի մաչելի գաղափարների մասին։ Բայց որ դա լինի իր առանցքը անձի։ Մյուսը ինքնահեն, ոնց որ ասել եմ, այսինքն սեփական ուժերի վրա հիմնված, հա, դաշնակցել, հա, չգիտեմ, ռեսուրս հայթայթել եւ այն, բայց սեփական ուժերի վրա հենված։ Ոչ մեկի գործիք չպետք է լինի, դա դատապարտված է, դա իդեպ թվում է որ լավ ճանապարհ է, կարճաժամկետ։ Մենք երկարատև բան ենք ուզում ստեղծել, դա սեփական ուժերի վրա պետք է հիմնվենք եւ մեր մեկ ժողովրդին ենք կարծել, որ սեփական ուժերի վրա հիմնվի, դրա համար սա նաեւ այստեղ է կիրառվելու։ Այն ինչ որ մենք ստեղծել ենք որպես կուսակցություն, ինքը նախ եւ առաջ իր անդամների եւ նյութական եւ հոգեբանական ռեսուրսի վրա հենված լինելու եւ քարոզելու է դա ժողովրդին։ Մյուսը էլի բարձր մի քիչ նպատակներ, մի թեթև ավելին, քան թվում է, որ հնարավոր է, մի թեթև գլխից վերև նպատակներ, սա էլ է անպայման լինելու։ Մյուսը ռեգուլարության եւ աշխատանքի սկզբունքը, այսինքն եթե մենք ստեղծում ենք կուսակցություն, դա նշանակում է մենք ստեղծում ենք ամենօրյա աշխատանքի, ռեգուլար աշխատանքի օջախ։ Իհարկե իդեալական չի լինում, գիտենք, դժվար է, բայց համենայնպես այդ սկզբունքը պետք է դնենք եւ ձգտենք գոնե մեծամասամբ դա իրականացնել, այսինքն զուտ գալաջի, զուտ կոֆե խմել եւ զուտ ասենք sense ասած կյանքից բողոքել չի լինելու կամ այդ իմ ասած հարցազրույցների տրջիկ տալ, ռեգուլար աշխատանքի շուրջ եւ սիստեմի շուրջ։ Մյուսը վերլուծականությունը քաղաքականության հիմքում, պարտադիր
ոչ թե օդից վերցրած պատկերացումները, ոչ թե նախասիրությունները ու ճաշակը, այլ կոնկրետ իրավիճակի վերլուծության վրա հիմնված քաղաքականություն։ Եվ թիմը, անպայման թիմային է իմ ասած պատճառաբանությամբ, ոչ թե անձի շուրջ կառուցված, ոչ թե անձերի շուրջ կառուցված, եթե լուրջ բան ենք ուզում անել, այն է սեփական ուժերի վրա հիմնված, ել եմ ասում, պարտադիր թիմային, պարտադիր կոլեգիալ սկզբունքով, հեսա ոչ թե որպես կապրիզ, ոչ թե որպես տեսեք մենք ինչքան տենց լավն ենք, ոչ, մենք լավը չենք, բայց մենք այս սկզբունքը թիմային պարտադիր պետքա կարողանանք պահել եւ այդպես պատկերացնենք։ Իհարկե կլինեն միշտ անձեր, կլինեն անհատներ, որ մի քիչ բնական մրցակցության մեջ, բնական բանում մի քիչ ավելի շատ կերևան, մեկը ավելի պակաս կերևան, մի քիչ ավելի առաջ կգնան, մի քիչ ավելի հետ կգնան, սա բնական process է։ Դա ժամանակի ընթացքում էլ տարբեր մարդիկ կարող են լինել, բայց սկզբունքը թիմն է։ Եվ իդեպ ոչ թե ոհմակ, այսինքն այդ թիմի մեջ անհատականություններ, այլ ոչ թե բոլորը, ասենք, մի sense հրամանով սկսում են բան անել ինչ-որ։ Եվ նաև դրանից բխող պատասխանատվություն, այսինքն եթե ուզում ես որպես անհատ, ուրեմն նաև պատասխանատու ես։ Այսքանը երևի էս է ուզում շեշտեի, որ ինչ ճանապարհ ենք մենք անցել եւ ինչի ենք հիմա մտածում, որ հասունացել ենք այնքան, որ նաև առանձին քաղաքական կազմակերպություն կարողանանք ստեղծենք եւ ոչ թե թղթի վրա, այլ կենթանի։ Եվ ես ուզում եմ անպայման շեշտեմ, որ այս ամենը որ մենք ստեղծում ենք, բնականաբար ասա մենք ինքներս մեզ համար չենք ստեղծում, ինչ որ խմբակի համար sense ասած չենք ստեղծում, կամ չգիտեմ, ինչ որ կուտոկի համար չենք ստեղծում։ Մենք պատկերացնում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք այս սկզբունքների կրողներ, իսկ իրանք հաստատ Հայաստանում կան, ես վստահ եմ, ու շատ կան, այսինքն այս բոլոր սկզբունքները, որ ասացի, սկսած գաղափարից մինչև աշխատանքը եւ մինչև պատասխանատվությունը եւ թիմային սկզբունքը, այս բոլոր մարդկանցով միասին մենք պետք է դա անենք։ Այսինքն ես կարծում եմ, որ ոչ միայն կարող ենք, այլև պետք է ստեղծենք եւ հանցնենք մյուս փուլ արդեն այս բոլորով, այդ արժեքների կրողներով եւ գալով այստեղ այդ դրսևորելով պատասխանատվություն վերցնելով, նախաձեռնություն անելով, դուք ոչ թե այստեղ լինելու եք հյուր, այլ այս գործի տերը, շատ արագ, ինչպես եւ մեր մոտ մինչեւ հիմա եղել է, մարդիկ եկել են, ծանոթացել են, ընկերացել են, նախաձեռնել են, վերցնել են պատասխանատվություն եւ շատ արագ դարել են այստեղ տեր, ոչ թե հյուր, ոչ թե ասենք, չգիտեմ, այսպես ասած մալադոյ, այլ եթե դու այդ բոլոր այսպես ասած սկզբունքներին գրողն ես, դու դառնում ես այս գործի տերը։ Եվ ես ուզում եմ, որ այս հոգեբանությամբ մենք բոլորով միասին այս քաղաքական նախագիծը եւ ավելին քան քաղաքական մեր երկրի համար է անհրաժեշտ ավելին քան սովորական իմաստով քաղաքական մենք միասին անենք եւ ես համոզված եմ, որ լինելու են այդ մարդիկ, գալու են այդ մարդիկ, գալու եք եւ չգիտեմ, պարտադիր չի կուսակցական դառնալ, մեկը կարող է կուսակցության անդամ գրվի, մեկը կարող է մարտական եղբայրության մեջ ընդգրկվի, մեկը երկուսին միասին, սրանք ընտրության հարցեր են, մեկը ուղղակի ասենք որպես ընկեր ներգրավի, այս բոլորը ֆորմալ հարցեր են։ Կարևորը այդ ինչ որ ես ասացի, այս սկզբունքներն են, այս գործն է, որը անպայման պարտադիր պետք է անենք, որտեղ սրա այլ ընտրանքը նա է, որ մենք անընդհատ անդադար բողոքելու ենք, չգիտեմ, դժգոհելու ենք, ուրիշների վրա ենք գցելու, ասում ենք, որ վատն են, բայց արդյունքում միշտ մենք պարտվելու ենք, որովհետև մենք կազմակերպված չենք, որովհետև մենք միասին չենք, որովհետև մենք այդ կամքը չունենք, որովհետև մենք չենք հավատում, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել, էսա լինելու։ Դրա համար ես ուղղակի էլի կոչ եմ անում, եկեք բոլորս միասին ստեղ անենք եւ բոլորը լինենք տեր այս ամեն ինչի։ Լինենք պատասխանատու եւ լինենք տեր այս ամեն ինչի։ Շնորհակալություն, կհանդիպենք, կշարունակենք մեր զրույցները այսօր այսքանը։